Դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը 21 TV եթերում բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր հաղորդման ընթացքում հյուրընկալել եմ Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ Հայկ Հարությունյանին։ Մին զրույցին անցնել ուզում ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկաբյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորագերեք հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Երբ ես փոքր էի եւ տարատեսակ ֆանտաստիկ ֆիլմեր էի նայում ու տեսնում, որ կարելի է նաեւ օրգանները փոխպատվաստել, սա համարվում էր միայն ֆիլմ արտադրության ֆանտաստիկա, երբ ես էի փոքր, եւ նաեւ անիրականանալի ինչ-որ երևույթ։ Բայց տարիները եւ շատ արագ զարգացող բժշկությունը եկան ապացուցելու, որ ամեն ինչ կարող է նաեւ դառնալ իրական։ Եվ իրականացելու ոչ միայն դրսի եւ արտասահմանյան գիգանտ հիվանդանոցների համար, այլ նույնիսկ մեր երկրում կարելի է փոխպատվաստման գնալ։ Եվ այս հաղորդման ընթացքում ուզում եմ իմ մանկական տրավմաները եւ իրականությունը միքսել եւ խոսել փոխպատվաստումների մասին։ Արդյոք մերօրյա ժամանակակից բժշկությունը տալիս է հնարավորություն ասելու, որ բոլոր օրգանները կարելի է տանել արդեն փոխպատվաստման, թե ոչ։ Թե ելի մնում ենք ֆանտաստիկայի մեջ։ Շատ լավ հարց է, իրականում օրգանների փոխպատվաստումը ամբողջ աշխարհում երևի թե 19-րդ դարի կեսերից արդեն սկսել է աշխատել եւ տարբեր կենտրոններ առաջատար սկսել են աստիճանաբար փոխպատվաստումներ իրականացնել։ Սկզբում եղել են երիկամի փոխպատվաստումները, լյարդի փոխպատվաստումները, իսկ ներկայումս արդեն հասել է բժշկությունը այնպիսի առաջադիմության, որ անգամ բջիջներ կարող է վերցնել եւ օրինակ ենթաստամոքսային կեղծի բջիջները առանձնացնել եւ ներարկել դռներակի մեջ, որպեսզի նրանք գնան նստեն լյարդում եւ սկսեն արտադրել իրենց ինսուլինը։ Օրգանների փոխպատվաստումը այսօր ամբողջ աշխարհում հասանելի է, իրականանալի է եւ ինչու՞ չէ կարող ենք հպարտությամբ նաեւ ասել, որ Հայաստանում ներկայումս կա լյարդի եւ երիկամի փոխպատվաստումներ կենդանի դոնորից, բայց մոտ ապագայում հուսով եմ, որ նաեւ լինելու է դիակային փոխպատվաստումներ։ Դուք վերեցիք ամենաինտրիգային, այսպես ասած, կետին հասցրեցիք, մենք երբ խոսում ենք դիակային փոխպատվաստումից, առաջին հայացքից մի տեսակ հենց էթիկայի կանոններից, միստիկ կանոններից, հոգևոր կանոններից փորձում ենք հետ մնալ։ Ինչ հասել է դիակային փոխպատվաստում, որտեղ երբ մենք ասում ենք դիակային փոխպատվաստում, մտածում ենք, որ պիտի հարազատին ասեն, գիտեք, այս դիահերձանում այսպիսի օրգանը կա, գնացեք բերեք, մենք փոխպատվաստենք, բայց իհարկե հասկանում եմ, որ սա այդքան էլ հեշտ եւ խանութից ջուր առնելու նման դյուրին ու հասանելի երևույթ չէ, հա։ Ինչպես է արվում ամբողջ ընթացքը։ Շատ լավ հարց է, շատ հետաքրքիր, ընդ որում բժիշկները նույնպես երբեմն լավ չեն պատկերացնում այս ուղղության մասին։ Աշխարհում գոյություն ունի երկու տեսակի փոխպատվաստում՝ կենդանի դոնորից, երբ որ օրգանը վերցվում է հարազատից կամ մի մարդուց, ով որ ինքնակամ նվիրաբերում է, ցանկություն է հայտնում նվիրաբերել իր օրգանը մեկ այլ մարդու օգնելու համար։ Կենդանի դոնորը եթե ազգական է, ուրեմն կարող է լինել առաջի խումբ ազգական ծնողները երեխաներին, երեխաները ծնողներին, քույրը, եղբայրը մեկը մյուսին, կա էմոցիոնալ կապի հիման վրա փոխպատվաստում, ընկերներ են 20 տարվա եւ մեկը մյուսի կյանքը ուզում է փրկել, փորձում է փրկել։ Կա նաև այսպես կոչված ալտրուիստիկ դոնոր, երբ որ մարդը չգիտի ում համար այդ օրգանը, բայց ինքը ուզում է որևիցե մեկին փրկի, որ դրանով լավը զգա, որ ինքը կատարեց իր կյանքում ինչ-որ մի բան մեկի կյանքը փրկեց։ Եվ հաճախ նման ալտրուիստիկ դոնորները հենց երեխաների համար են պատրաստական լինում իրենց օրգանները կամ օրգանի մի մասը նվիրաբերել։ Ինչ վերաբերում է կենդանի դոնորի մասին, մենք արդեն հստակ հասկացանք, որ այստեղ կա համաձայնություն, այստեղ կա էմոցիոնալ կամ ազգական կապ, եւ ամենակարևորը ամբողջ աշխարհի օրենքներով, որ որևիցե մեկը օրգանի առք ու վաճառք, միջնորդություն, որևիցե նմանատիպ գործարքի մեջ պետք է չմտնի։ Պետք է լինի ինքնակամ, առանց պարտադրանքի, առանց հարկադրանքի, մարդասիրական նպատակով եւ էմոցիոնալ առումով մարդու վրա ազդել, որ այ եթե դու չտաս օրգանը նա կմահանա եւ այլն, անգամ դա չպետք է լինի։ Եվ մինչև փոխպատվաստման գնալը կենդանի դոնորը, հա, որպես դոնոր հանդես գալը, անցնում է մի շարք հոգեբանական նաեւ այդ թվում հետազոտություններ եւ հոգեբանը նրա հետ առանձին զրույցում պարզում է մոտիվացիան։ Ինչն է մարդու մոտիվացիան։ Եվ դոնորը անգամ եթե համաձայնվել է, մինչև վիրահատարանի սեղանին, մինչև որ նարկոզի սկսելու պահը կարող է հրաժարվել դոնոր հանդես գալուց եւ մենք պարտավոր ենք նրա ուրեմն կամքը եւ իրավունքը հարգել։ Ինչ վերաբերում է դիակային փոխպատվաստմանը, ապա այստեղ մենք խոսում ենք երկու տարբեր գործոններով պայմանավորված մահի հետ։ Մեկը սրտի կանգ,
Սրտի կանգից հետո անմիջապես շատ արագ ժամանակահատվածում, երբ որ շրջանառող արյունը պետք է կանգ առնի, միջոցներ, որոնք որ հնարավորություն կտան վերցնել օրգանը, նա շատ ավելի արագ է ամեն ինչը Ինչ ասել է արագ, կազմակերպվում։ ինչքան ժամանակ։ Մի քանի ժամվա մասին է խոսքը, բայց պետք է պացիենտը միացվի արհեստական շրջանառության այդ ապարատին եւ հնարավորինս շուտ օրգանները վերցվի։ Մյուս տարբերակը դա ուղեղի մահն է, հա, սրտի մահ, սրտի կանգ եւ երկրորդը ուղեղի մահ, որը առավել շատ հաճախ ընդունելի է եւ կիրառելի է ամբողջ աշխարհում։ Օրինակ, երիտասարդ տղան վթարի է ենթարկվել, հա, բարձրությունից վայր է ընկել գլխի վրա եւ նրա ուղեղը արդեն մահացել է։ Ուղեղի մահը արձանագրում է հանձնաժողով, որը որ պետք է լինի ռեանիմատոլոգ, նյարդաբան, ռադիոլոգ, հոգեբան, որոշ տեղերում իրավաբան, նաև կրոնական ներկայացուցիչ հոգևորական, հա, եւ բոլորը այս անկախ հանձնաժողովը, երբ որ կատարում է մի շարք հետազոտություններ, օրինակ, ԿՏ-ՄՌՏ հետազոտություններով տեսնում են, որ գլխուղեղի անոթները չեն սնվում։ Ստուգում են ռեֆլեքսները նյարդաբաններն ու ռեանիմատոլոգները տեսնում են, որ չկա ռեֆլեքսներ։ Մի շարք հետազոտություններով, երբ Բայց որ շնչում է։ պացիենտը չի շնչում, պացիենտը միացված է արհեստական շնչառության ապարատին, բայց այդ ապարատային պարագայում նրա սիրտը դեռևս բաբախում է։ Այսինքն մարդու սիրտը աշխատում է, բայց նրա փոխարեն շնչում է արհեստական շնչառության ապարատը եւ բոլոր օրգանների ֆունկցիան, այդ թվում նաեւ սրտի ճնշումը եւ ռիթմի հաճախականությունը փոխվելու է բժշկական թիմի կողմից։ Եթե այս պարագայում բուժական միջոցառումները դադարեցնենք կամ որոշակի ժամանակ նույնիսկ չդադարեցնենք, միևնույն է նա մահանալու է, որովհետեւ նրա ուղեղը արդեն մահացել է, իսկ աշխարհում ընդունված է, որ ուղեղի մահը համահավասարազոր է կենսաբանական մահվան։ Ելք չկա դա։ Ելք չկա, որովհետև եթե նրա ուղեղը մահացել է, համարվում է, որ նա մահացել է։ Սիրտը կարող է աշխատել, կարող են մի շարք ապարատներ, հեմոդիալիզի ապարատ, շնչառության ապարատ, տարբեր պերֆուզամատներ փորձեն որոշ օրգանների ֆունկցիան իրենց վրա վերցնել, բայց միևնույն է նման մարդը արդեն մահացած դիակ է եւ նման է բույսի։ Երբևիցե գիտակցության չի գալու, որևիցե ռեֆլեքս չի ունենալու, բայց սիրտը աշխատում է եւ տենց կարող են բժիշկները նույնիսկ ամիսներով, տարիներով այդ մարդուն պահել, բայց ինչն են պահում, ինչն են երկարացնում, այստեղ արդեն գալիս է էթիկական ու բարոյական մի շարք հարցեր, որոնց պատասխանը պետք է դեռևս պարզաբանել։ Այսինքն սիրտը աշխատում է, բայց ուղեղը մահացել է եւ նման մարդը կարող է դիտարկվել որպես դիակային փոխպատվաստման համար դոնոր։ Մենք որ օրգան համակարգերի փոխպատվաստման մասին կարող ենք հիմա մեզ թույլ տալ խոսել, որովհետև արդեն ունենք փորձը, ունենք նաև նախադեպը։ Աշխարհում ընդունված է վերցնել դիակային փոխպատվաստման դեպքում երիկամները, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, սիրտը, թոքերը, ոսպնյակները, հա, եւ մի շարք ուրեմն հյուսվածքներ, կտորներ, որոնք որ կարող են հետագայում կիրառվել։ Մոտ, եթե թվով ասեմ, մոտ 8 մարդու կյանք, նույնիսկ ավել, կարող է մեկ դիակային դոնորը փրկել։ Ընդ որում, եթե մենք լյարդի մասին ենք խոսում, երբեմն նաև կլինիկաները ամբողջական այդ լյարդը կարող են կիսել, աջ բիլթը տալ մեծահասակի, ձախ բիլթը տալ փոքրահասակի եւ դրանով եւս դարձնել երկու մարդու երջանիկ եւ առողջ։ Երիկամներն էլ Եթե երիկամներն էլ յուրաքանչյուր ամեն մեկին մեկ երիկամ, արդեն կստացվի պացիենտների քանակը փրկված մարդկանց կյանք ավելի շատ։ Այստեղ վստահ եմ նաև ավելի շատ բժշկական չէ, էթիկայի եւ էմոցիոնալ խնդիրների առաջ է կանգնում եւ բժշկական թիմը եւ նաև այդ պացիենտի, չգիտեմ, դիակ ասեմ թե պացիենտ որն է ավելի ճիշտ, ամեն դեպքում ընտանիքի անդամները, որովհետեւ այստեղ նաև եթե դու գիտես սիրտը աշխատում է, միշտ էլ մենք փորձում ենք հույս ու հավատ ունենալ, որ գուցե հրաշք լինի, մենք բոլորը սպասում ենք հրաշքի, չէ՞, եւ երբեմն ասում են, որ վիրահատությունից առաջ անելանելի իրավիճակներում բոլորը դառնում են հավատացյալ, որովհետեւ բոլորը սպասում են այդ հրաշքին։ Ու նաև մտավախություն կա, որ կարող են նաև արքու վաճառք լինի, ինչքան էլ որ չի կարելի, գիտենք, կարող են նաև ուժի կիրառում լինել եւ այլն եւ այլն։ Այստեղ այդ արդարության զգացումը խնդիրն էլ է նաև առաջանում։ Ինչպես է առհասարակ բժշկագիտությունը փորձում հաղթարել այս ամեն ինչը, որպեսզի եւ չմնան մութ կողմեր, որ գուցե չէր մահանում, բայց սիրում ենք, չէ՞, այդպես ասել, բժիշկները արեցին, որովհետեւ շատ մեծ գումարներ շրջանառվեցին եւ այլն եւ այլն։ Իսկապես, տեսեք, այս շատ բարդ հարց է
եւ այս Եվ ոչ հարցին մեկին չես կարող մեղադրել այս տարբեր հարցում։ անկյուններից պետք է դիտարկել։ Կանք ամենասկզբից։ Ինչպես է մարդը համաձայնվելու, որ իր հետ եթե դեպք պատահի, հա, օրինակ կան երկրներ, որ վարորդական իրավունք ստանալուց առաջ նրանց տալիս են այդ թուղթը, որ համաձայն ես, եթե քո հետ Աստված մի արածե դեպք պատահի, քո օրգանները որպես դիակային դոնոր հանդես գաս։ Մարդը կարող է ասել այո, կարող է ասել ոչ։ Եթե ասել է այո, այս դեպքում դժբախտ պատահարի դեպքում երկրի օրենքներին համապատասխան բժշկական կենտրոնը կարող է օգտագործել նրա համաձայնությունը, հա, բայց միաժամանակ նաև տեղյակ պետք է պահվեն ընտանիքի անդամները, բայց որոշիչը այստեղ չեն լինում ընտանիքի անդամները, լինում է անձը, ով որ համաձայնվել է։ Մյուս տարբերակը, երբ որ մարդը չի մեկ այլ օրենք, որ անձը չի դիմել ասի, որ համաձայն է կամ համաձայն չէ, ենթադրաբար ինքը համաձայնի տակ է մտնում, բայց այս դեպքում անձի դժբախտ պատահար լինելու դեպքում նրա ընտանիքի անդամները, հարազատները պետք է համաձայնություն տան, որպեսզի նա կարողանա դիակային դոնոր որպես հանդես գալ։ Մեր երկրում կիրառվում է երկրորդ տարբերակը։ Հայաստանի Հանրապետությունում 2002 թվականից կա այդ օրենքը եւ կենդանի դոնորից եւ դիակային փոխպատվաստումից թույլատրելի է իրականանալի է օրենքով հաստատված է, սակայն մինչ օրս դեռևս դիակային փոխպատվաստումը մեր երկրում չի կիրառվել։ Չի կիրառվել մի շարք գործոններից պայմանավորված, որովհետև իհարկե ներկայումս առողջապահության նախարարությունը մի շարք խմբեր, տրանսպլանտ թիմեր, հա, մեր գլխավորությամբ, Արաբկիր բժշկական կենտրոնի գլխավորությամբ, պրոֆեսոր Բաբլոյանի գլխավորությամբ դիտարկվում է, քննարկվում է այն հնարավոր հեռակա տարբերակը ծրագրի զարգացման եւ ընդունման, բայց այստեղ կա եւ կրոնական, եւ բարոյական, եւ էթիկական, եւ իրավաբանական մի շարք ուղղություններ եւ շատ կարեւոր է նաեւ ինչու՞ չէ ձեր այս հաղորդման միջոցով մենք կարող ենք մարդկանց լուսաբանել, որ նրանք հասկանան ինչ է նշանակում դիակային փոխպատվաստում։ Անձը, եթե արդեն ուղեղ չունի, հանձնաժողովը, որ արդեն կայացրեց որոշումը, որ նա կենսունակ չէ, ուղեղի մահ է արձանագրված, այո, մենք ունենք ժամանակը, այդ ժամանակը, որպեսզի եւ պետքա լինի ճիշտ ժամանակը մարդու համար, որ պատահարից հետո նրան հետազոտես, բուժես, փորձես ամեն ինչ անես, որ նա առողջանա, ապաքինվի, եւ պետք է ունենաս այն ժամանակը, որը որ շատ երկար չի, որ նրա օրգանները ավելի չհաղթահարվեն, չվնասվեն եւ այլևս այդ օրգանները կիրառելի փոխպատվաստման համար հանդես գալ հնարավոր լինի։ Ինչ վերաբերում է էթիկական, բարոյական այս կողմերին, մենք ինքներս մեզ պետք է հարց տանք, հա, եթե ես լինեի, իմ հարազատը լիներ, արդյոք ես կհամաձայնվեի տալ օրգան, եւ ես ինչ կանեի, որ իմ հարազատին պետք լիներ օրգանը, որպեսզի նման դժբախտ դեպք պատահած մարդու անձի հարազատից վերցնենք օրգանները։ Այստեղ արք ու վաճառքի մասին բացարձակ խոսել չպիտի լինի։ Այստեղ պիտի լինի զուտ մարդասիրությունը եւ որոշ դեպքերում նաեւ լինում են մարդիկ, որոնք հասկանում են, տեսնում են, որ բժիշկն ամեն ինչ արեց, չի կարողանում այլևս ճար չկա, բժիշկը Աստված չի, բժիշկը բուժում է, բայց չի ստացվում։ Երբեմն նաեւ իրենք են լինում, որ հարցնում են, այ որ լիներ, մենք կհամաձայնվեինք, հա, բայց դա շատ հազվադեպ է լինում։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր կրոնական տեսանկյունից, քրիստոնեությունը չի արգելում նման մոտեցումը։ Օրինակ մուսուլմանական երկրներում շատ ավելի բարդ էր, շատ ավելի դժվար էր, բայց նրանք դրան հասել են։ Եվ եթե իրենց օրինակ նույն մեր հարևան Պարսկաստանում այն կիրառելի է, իդեպ նրանք ունեն օրենք, չէ, իրենք ունեն օրենք, որ պետք է լինի պարսիկ, պարսիկի օրգանը պետք է տրվի միայն պարսիկին, հա, դիակային փոխպատվաստման դեպքում, բայց այստեղ նրանց ընտանիքի մեծը, ցեղի մեծը, եթե որոշում է, վճռում է, որ այո, տալիս ենք, մնացած ոչ մեկ այլևս չի քննարկում, համաձայնվում են դրա հետ։ Շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ ոչ մի բժիշկ, ոչ մի բժշկական թիմ այնպես չի լինելու, որ պացիենտին չբուժի, որ այդ օրգանները վերցնի եւ մեկ այլ մարդու օրգաններ նվիրի կամ չգիտեմ ինչ որ մի գործողություններով արքու վաճառ կանի, հա։ Սա մարդկանց մեջ պետք է այնքան վստահություն մտնի մարդու բժշկի, այո, բժշկական կենտրոնների վերաբերյալ, որ նրանք ուղղակի կասկած չունենան։ Իսկ դուք տեսեք, լավ հարց տվեցիք, ասում եք, այ ասում են մարդիկ սպասում են հրաշքների։ Այս դեպքում, երբ որ կա աշխարհում ընդունված կրիտերիաներ
եւ դու այդ կրիտերիաներից անմասն չպիտի լինես, բոլոր կրիտերիաներին պետք է համապատասխանի քո հիվանդը, քո պացիենտը, հա, դու պետք է տեսնես, եթե այս կրիտերիաները կան, ուրեմն նա համարվում է դիակային որպես ուղեղի մահ արձանագրված անձ։ Եթե չկան, ուրեմն շարունակում ենք բուժել, շարունակում ենք նրան փորձել կյանքի բերել։ Եվ կասկածը, որ հնարավոր է մի բան մի այլ տեղում շեղված է, չպիտի լինի։ Իսկ եթե ասում ենք հրաշքներ լինում են, ես ձեզ կարամ հակառակն ասեմ, ոչ թե հրաշքներ են լինում, այլ ոչ լիարժեք, լավ լիարժեք հետազոտված պացիենտներ են լինում։ Անհնար է, եթե մարդու մոտ ուղեղի մահ արձանագրվել, չկա տենց բան, եթե նա ուղեղի մահ արձանագրվել, նա այլևս երբեք վերադարձի ճանապարհ չունի։ Այսինքն, երբ ֆիլմերում մենք դիտում ենք, որ ասում են թող հարազատները որոշեն անջատվում է հարստական շրջառությունը, թե ոչ միևնույն է շանս չկա, հենց այս մասին է խոսում, որ միևնույն է չենք ունենալու։ Չէ, տեսեք, գոյություն ունի էվթանազիա կոչվածը, որը իհարկե բժշկության մեջ ընդունված չի այդպիսին, որ անջատել ապարատը եւ մարդուն վերջ դնել կյանքին, բայց գոյություն ունի, այսպես ասած, пассив էվթանազիայի մի տարատեսակ, երբ որ հասկանալով իրավիճակը, որ պացիենտի վիճակը անդառնալի է, հարազատները իրենք էլ արդեն հանձնվում են, այն դեղորայքը, որոնք որ թանկարժեք են, որոնք որ նրանք օրեր, ամիսներ գուցե շարունակ բերում են, այլևս չեն կարողանում բերել, այլևս չեն ուզում բերել, հասկանում են, որովհետև այլ դեղերը այլևս չեն օգնի։ Եվ այս դեպքում աստիճանաբար ոչ թե անջատում են անմիջապես ապարատը, այլ են ինտենսիվ գործողությունները, որոնք պիտի անեն, որ անընդհատ սիրտ աշխատի, անընդհատ սիրտ ճնշում պահի կամ երիկամները անընդհատ աշխատեն, այդ միջոցառումներն են աստիճանաբար ուղղակի ստոպ տալիս, դադարեցնում եւ մարդը աստիճանաբար ինքը մահանում է, ոչ թե վերցնում են եւ խեղդում են այդ մարդուն, հա։ Եթե նորից վերադառնալու ենք դիակային փոխպատվաստմանը, եթե ունենք համաձայնություն երկու կողմից էլ, որ այո գնում ենք փոխպատվաստման, բայց այս մահացող մարդուց ընդհանրապես մեկ օրգան համակարգ է այս պահի դրությամբ, որ մենք կարող ենք օգտագործել, մնացած օրգանների հետ ինչ է արվում։ Տեսեք, երբ որ արդեն ձևավորվում է դիակային հանձնաժողով, լյարդը օգտագործելու համար արդեն գիտենք, բա մնացածը։ Ահա, ուրեմն աշխարհում կա սպասողների ցուցակ։ Զարգացած երկրները ունենում են waiting list։ Եվ այդ երկրում գրանցված են լինում բոլոր այն մարդիկ, ում մոտ որ անհրաժեշտ է սիրտ, անհրաժեշտ է երիկամ, անհրաժեշտ է լյարդ, դրանք մեծ ամբողջական ցուցակ են։ Այնտեղ գրված են այդ պացիենտների տարիքները։ Ամբողջ աշխարհը մեկ համակարգի մեջ բոլորը տեսնում են։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունեն իրենց համակարգը, Եվրոպան ունի իր համակարգը, մենք պետք է ստեղծենք մեր համակարգը նման պարագայում, հա, եւ մենք հասկանանք մեր երկրում քանի պացիենտ կա, որը կարիք ունի սրտի փոխպատվաստման։ Մոտավոր 200 հոգի օրինակ։ Քանի պացիենտ կարիքը ունի լյարդի փոխպատվաստման, մոտավոր 500 հոգի, թվեր եմ ասում էմպիրիկ ուղղակի։ Եվ առաջնահերթությունը այդ ցուցակից պիտի ոչ թե տրվի, որ մենք ծանոթ ենք մեկս մյուսին, ձեր հարազատին ենք տալիս, այլ որը որ ավելի կարճ կապրի առանց փոխպատվաստման, կամ որի մոտ որ այդ օրգանի անհրաժեշտ պահանջները, չափը, արյան կարգը, ռեզուսը եւ մնացած բոլոր տվյալները կհամապատասխանեն, որովհետև նույն օրգանը չեն կարող բոլոր սպասողներին էլ տալ։ Մեկին կհամապատասխանի, մյուսին չի համապատասխանի։ Հետևաբար պատկերացրեք, կորուստ չենք ունենա, հա, եթե կոպիտ է հնչում, բայց ամեն դեպքում կորուստ ոչ մի օրգանի կորուստ էլ չենք ունենա։ Եվ նման սոցիալական գովազդներ կան նաև ամերիկյան, որտեղ ասում է դու ինքդ ես ընտրում քո օրգանը հայտնվի աղբամանում, թե ինչ որ մեկ այլ մարդու սրտում, լյարդում կամ որևիցե մի որովայնի խոռոչում կամ կրծքավանդակի խոռոչում։ Ոչ մի օրգան այդպես ասած չի կորի, բայց եթե նույնիսկ կորի, օրինակ այս պահին սրտի փոխպատվաստման կարիք չկա ոչ մեկին, հա, միևնույն է, բայց չէ որ այն օրգանները, որոնց կարիքը կա, կարող են դրանք վերցնել, հետեւաբար փրկեն գոնե երկուսին։ Իսկ պահել, արտահանել, բերել, այսպես օրգանների արտահանել չկա, չի թույլատրվում։ Եվրոպական երկրներում կա։ Ֆրանսիայից կարող են տեղափոխել Գերմանիա, Գերմանիայից ենթադրենք Ավստրիա, բայց Հայաստանից դուրս եւ Հայաստան բերելը դա չի թույլատրվում, դա հնարավոր չի եւ պետք էլ չի։ Այստեղ կարող ենք մենք մեր բժշկական туриզմը նաեւ զարգացնենք հետագայում, ապագայի հարցով, նույն օրինակ Բելարուսիայի օրինակով, նրանք ունեն նման օրենք կառավարական մակարդակով եւ պետության ղեկավարը ընդունել է օրենք, որ օրգանները պատկանում են պետությանը։ Եվ երբ որ արդեն դիակային մահը արձանագրող հանձնաժողովը գնահատում է մարդուն անկենսունակ, օրգանները վերցվում են եւ կարող է տարբեր երկրներից մարդիկ գնան, հերթագրվեն, սպասեն եւ իրենց համապատասխան օրգանի համար վճարումը կատարեն, այդ վիրահատությունը իրականացնեն։
Մեր երկրի պարագայում մենք ունենք կամ կենթանի դոնորից մարդիկ, ովքեր որ կգան իրենց հարազատին կբերեն, կհամապատասխանի կվիրահատվի, կամ եթե չունեն դիակային փոխպատվաստում, պիտի սպասեն անհույս մինչև իրենց կյանքի վերջ, կամ փորձեն գտնել իրենց բարեկամների մեջ ինչ-որ մեկին, որը կհամապատասխանի եւ կցանկանա, եւ երրորդ տարբերակը շատ մեծ գումարներ ծախսել գնալ արտասահման, նույն Բելարուսիայի օրինակով եթե ասեմ, մոտ 150-200 հազար դոլարի մասին է խոսքը, որպեսզի գնան փոխպատվաստումը իրականացնեն, հետ բերեն։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, կարող են օրգանները պահել թե ոչ, յուրաքանչյուր օրգան ունի իր վերցնելուց հետո, սառը փուլը, ժամկետը։ Եվ ես հիշում եմ, որ Ամերիկայում փոխպատվաստման տարբեր կենտրոններից մի նահանգից մյուս նահանգ էին գնում անձնական ինքնաթիռներով ու ուղղաթիռներով, եւ մենք որպես լյարդի վիրաբույժ մեջներից ամենադանդաղ գնացողն ենք, որովհետեւ լյարդը կարելի է պահել 12-ից 16 ժամ օրինակ։ Սիրտը 4 ժամ։ Այսինքն սրտի վերցնելը ու անմիջապես տեղափոխելը շատ ավելի կարևոր է, շատ ավելի արագ է։ Բայց նաև ձեզ ասեմ ավելին, որ ներկայումս նաև այդ փոխպատվաստման ոլորտը շատ լավ զարգացավ եւ կան հատուկ սարքեր, որոնք որ առանց սրտի պոմպի, բայց սրտի պոմպի նման աշխատացնում են, ցիրկուլյացիա են անում արյունը, օրգանը միացվում է այդ ապարատին, պահվում է մարմնի ջերմաստիճանին համապատասխան սարքի մեջ, պտտվում է արյունը այդ օրգանի միջով, զարկերակի եւ երակի մասին է խոսքը, եւ թթվածնով հագենում է ապարատի միջոցով, եւ այդ օրգանը կարող է նաեւ մի քանի ժամ կամ մի քանի օր ավել պահել, մինչեւ որ հարմար վիրաբույժը կամ պացիենտը կհայտնաբերվի։ Ամենաերկարը որ օրգանը կարող ենք պահել։ Լյարդը ամենաերկարը, բայց այդ սարքի արդեն արկայության պարագայում, երբ որ ստեղծվել է այս սարքը, կարող են կարծում եմ բոլոր օրգաններն էլ պահել։ Եվ այդ սարքը նաև ունի լաբորատոր ցուցանիշներ, ինքը ցույց է տալիս արյան մեջ այս պահին այս նյութի կոնցենտրացիան շատացել է, քչացել է կամ ինչ փոփոխության է ենթարկվել։ Ամեն ինչ գնում է դեպի ավելի բժշկության զարգացմանը։ Եվ ես ձեզ ասեմ, որ գուցե ապագայում, գուցե ֆանտաստիկ բաներ եմ ասում, բայց ներկայումս բժշկությունը արտասահմանյան աշխատում է դրա վրա, ռեգեներատիվ բժշկությունն է, փորձում են բջիջներից ստանալ այդ օրգանը, դրա անունը կլինի կլոնավորում, դրա անունը կլինի ռեգեներացիա, չգիտեմ, ստանում են արդեն օրգանի նման, կառուցվածքային մոդել, եւ գուցե մոտ ապագայում այլևս կարիք չլինի դիակային դոնոր կամ կենթանի դոնոր օգտագործել, այլ միանգամից վերցվել։ Մյուսը, որ իհարկե փորձարարական մակարդակի վրա է գտնվում, դա կենթանիներից վերցվող օրգանների փոխպատվաստումն է, կոչվում է քսենոտրանսպլանտոլոգիա, բայց ցավոք սրտի մինչ այժմ ինչքան որ կատարվել է, վերցրել են խոզերից, վերցրել են կապիկներից, որոշ երկրներում որոշ հաջողություններ ունեցել են, բայց այդ հաջողությունը ժամերի, օրերի մասին է խոսքը, մարդու օրգանիզմը շատ զգայուն է եւ օտար տեսակի օտար բջիջների եւ հյուսվածքներին մերժում է, տալիս է ատարժենյա, եւ այդ մերժման ֆոնին այդ օրգանը ախտահարվում է եւ չի օգտագործվում, վնասվում է եւ ուրեմն օրգանիզմը պետք է հեռացվի այդ օրգանը։ Իսկ մարդու դեպքում լինում է օրինակ։ Այո, մարդու դեպքում եւս լինում է եւ դա է պատճառը, որ հաճախ մենք ասում ենք, որ ազգականը լինի, ինչքան գենետիկորեն նրանք մոտ լինեն, այնքան այդ մերժման օտարման զգացողություն օրգանի չի լինի։ Մարդու մոտ ցանկացած օտար օրգան դնելու դեպքում, նույնիսկ հարազատ քրոջից, հարազատ մորից կամ հորից, օրգանիզմը համարում է, որ դա օտար է եւ դրա նկատմամբ սկսում է սինթեզել հակամարմիններ, թիրախավորում է այդ օրգանին եւ աստիճանաբար նրան կարող է վնասել։ Դրա համար ինչ ենք մենք անում։ Բացի նրանից, որ փորձում ենք ազգականներին ընտրել կամ դիակայինի պարագայում այստեղ ազգականի մասին չի խոսքը, պացիենտը պետք է փոխպատվաստումից հետո շարունակի օգտագործել դեղորայք, որը կոչվում է իմունոսուպրեսիվ դեղամիջոցներ, այսինքն նրա իմունիտետը մենք աստիճանաբար գցում ենք, որպեսզի օրգանը չմերժվի օրգանիզմի կողմից։ Եվ ամբողջ կյանքի ընթացքում մարդը պետք է այդ իմունոսուպրեսիվ դեղամիջոցը խմի, ինչն է որոշակի իհարկե նաև ռիսկ ունի, չի սովորի, բայց մարդը ունի ռիսկ օտար մանրեներ դրսում որոշակի բակտերիաներից ուրեմն ավելի շուտ վարակվելու եւ նրա մոտ բարդություններ զարգանալու ռիսկը այս դեպքում մեծանում է։ Բայց որպես կյանք փրկող միջոցառում ինքը համարվում է աշխարհում
շատ բարձր վիրաբուժություն իրենից ներկայացնում է եւ լյարդի փոխպատվաստումը, եւ սրտի, եւ երիկամի։ Երիկամը, եթե համեմատենք լյարդի հետ, ավելի իմուն պրոբլեմատիկ օրգան է, հա։ Երիկամի թիրախավորումը, երիկամի մերժումը ավելի հաճախ է հանդիպում, քան լյարդի։ Լյարդն ավելի իմուն կայուն օրգան է, բայց եթե մենք խոսենք երիկամի ու լյարդի դժվարություններից իմունոսուպրեսիայի տեսանկյունից, օրգանի աշխատելու ֆունկցիոնալ առումով, եթե երիկամը փոխպատվաստումից հետո չի աշխատում, դիալիզ կմիացնենք։ Այս դեպքում մեր լյարդի դեպքում մենք չունենք նման սարք, որ կփոխարինի լյարդի ամբողջական ֆունկցիան եւ մենք կամ պետք է փորձենք եւս մեկ անգամ ռետրանսպլանտացիա անել, ինչը այս դեպքում եւս շատ խիստ ու անհրաժեշտ է դիակային փոխպատվաստում ունենալը, կամ արդեն այդ մարդուն դու ցավոք սրտի կկորցնես։ Ես ուզում եմ հույս ունենալ, որ շատ քիչ դեպքերում կունենանք անհրաժեշտությունը եւ հուսով եմ նաեւ, որ կանխարգելիչ բուժօգնության արմատավորումը այնքան շատ կլինի մեզանում, որ մենք հնարավորինս քիչ կհիվանդանանք եւ կարիքներ չի լինի։ Շնորհակալ եմ շատ, որ այստեղ եք։ Թեման բավական հետաքրքիր էր, վստահ եմ, որ 3-4 հաղորդում էլ ստանալու լինեինք, կունենայինք դեռ հարցեր ու նաեւ պատասխաններ, բայց այսօրվա համար այսքանը։ Շնորհակալություն։ Ձերարտատողներ հիշեցնեմ, որ զրուցակիցս Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ Հայկ Հարությունյանն էր։ Տեղեկացնեմ նաև, որ այսօրվա սպասարկումն ապահովել է Արփինկա Բյութին, որը գտնվում է Իսակով 42 կոտորագերեք հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն մեծ հետ եք, ցտեսություն։